Դրա համար էլ մեզնից բացի ով ասես, որ չի որոշել մեր ներկան ու ապագան։ Իսկ իրականում էսի մի հատ թուրքա-ադրբեջանական ծրագիր է, որը մեր պետությունը պատրաստում է վերջնական հանձնման։ Մեզ տարել են միջև կործանում, այդ կործանումից հետո մեզ տվել են փշրանքներ, ու այդ փշրանքները անվանել են պահպանված պետականություն։ Հիմա քննարկվում է մենակ մի հարց՝ լինելու է հայկական պետություն ընդհանրապես, թե չէ։ Որտեղ քեզ ասում են եղբայրական ժողովուրդ, բայց պատմության ամեն վճռորոշ պահերին քեզ գցում են մսաղացի բանդա, անարյուն, իբր օրինականացված ու իբր հանուն խաղաղության լուծարու։ Իսկ հայ ժողովրդին, այս մեր քնած ժողովրդին, դնելու են այդ գծերի տակ։ Եթե մենք այսքանը չգիտակցենք, մենք ամեն ինչ կորցնելու ենք առանց նույնիսկ հասկանալու, թե ոնց սենց եղավ։ Օրվա բարի ժամ բոլորիդ, հայր ջան, նորից ամենասկզբից պետք է խնդրեմ բոլորիդ, որ տեսանյութը լայքեք ու հնարավորինս տարածեք։ Այսօր մի քանի բանից պետք է խոսամ ու ամեն ինչն էլ շատ կարևոր է, որ մեր բոլոր հայրենակիցները տենան ու իրանք էլ կիսվեն։ Քանի որ միշտ հիշեք, որ ամեն անգամ, երբ դուք իմ տեսանյութերով կիսվում եք, դուք դառնում եք զարթոնք բերող, լույս տարածող ու շատերի համար աչք բացող, ամեն ձեր կիսվելուց դուք պաշտպանում եք իրական հայի շահերը, այսօր Հայաստանում տիրող էս գռեհիկ ստերի վրա հիմնված ու հակահայկական տեղեկատվական պատերազմի մեջ, ու հենց դրանով էլ դուք դառնում եք լույսի բանակի գաղափարների սյուներից մեկը։ Մինչև բուն թեմաներին անցնելը մի կարևոր բան էլ շեշտեմ տարածման հետ կապված։ Ամեն անգամ, երբ դուք կիսվում եք իմ տեսանյութերով, այդ տարածումը ամեն անգամ մեզ տալիս է առնվազն մի նոր աջակից, մի նոր բացված աչք։ Իսկ եթե մեր ադմինների կազմած ստատիստիկայի վրա հիմնվենք, ապա յուրաքանչյուր ձեր տարածում միջինում բերում է 7-ից 12 նոր դիտող, նոր աջակից ու նոր համախոհ։ Իմացեք, որ յուրաքանչյուր լայք ու տարածում բարձրացնում է մեր տեսանյութերի դիրքը YouTube-ում։ Սա պետք է միասին անենք, հայր ջան, որովհետև սա մեր ընդհանուր գործն է։ Ու նախապես ասեմ մի հատ մեծ մերսի բոլոր լայքողներին ու կիսվողներին ու անցնենք մեր թեմաներին։ Առաջինը ինչից եմ ուզում խոսամ։ Այսօր ուզում եմ խոսամ ոչ թե ինչ-որ հերթական քաղաքական թեմայով, ոչ թե հանդես գամ հերթական վերլուծությամբ, այլ ուզում եմ, որ անկեղծ խոսամ մի թեմայով, որը հավատակ թե չհավատակ, պատկերացնեք թե չէ, բայց այդ թեման է, որ որոշելու է մենք որպես ազգ ընդհանրապես կունենանք ապագա, թե ընդամենը դառնալու ենք պատմական փորձի ինչ-որ չոր հաշիվ ու հաշվարկ։ Տեսեք, հայր ջան, այսօր Հայաստանը սովորական իրավիճակում չի, այսօր Հայաստանը պատմական խաչմերուկում է, ու եթե մենք այսքանը չգիտակցենք, մենք ամեն ինչ կորցնելու ենք առանց նույնիսկ հասկանալու, թե ոնց սենց եղավ։ Տեսեք, հայր ջան, դարերով մեր հետ խաղացել են նույն խաղը, մեզ տարել են միջև կործանում, այդ կործանումից հետո մեզ տվել են փշրանքներ, ու այդ փշրանքները անվանել են պահպանված պետականություն, ճիշտ նույն բանը, ինչ այսօր անում է Նիկոլը։ Ամեն ինչ կորցրեցինք, զոհերը ունենք, կորցրած տարածքները ունենք, ինքը դա անվանում է, որ պետականություն է պահպանում։ Բացի այս ամեն ինչը, մեզ միշտ սփռել են աշխարհով մեկ տարբեր պատճառներով։ Ու ամեն տեղ աշխարհի որ ծայրում էլ եղել ենք, տվել են աշխատելու ու գոյատևելու հնարավորություն, բայց ոչ մի դեպքում երբեք թույլ չեն տվել լիարժեք պետական կամք։ Հիմա Սփյուռքից նայողներ էլ կան, ամեն ինչ կարաք ունենաք աշխատելու տեղ, գոյությունը պաշտպանելու ամեն հնարավորություն, մի հատ ձեռքները դրեք սրտներիդ ու ասեք, դուք որպես հայ ազգի ներկայացուցիչ զգում եք ձեզ որևիցե կերպով պետական կամքի լիարժեք կրող, իհարկե չէ, իսկ ինչի ենք մենք միշտ գլխներիս ունեցել թույլ տվողներ, որովհետև վախերից ու խուսափողական մտածելակերպից ելնելով, պառակտված ու իրար չսիրելու ու փնովելու արդյունքում միշտ եղել ենք լուռ ու մեկը ուզած, մյուսը չուզած, բայց եղել ենք խոնար ու ձեն չբարձրացնող։ Դրա համար էլ մեզնից բացի ով ասես, որ չի որոշել մեր ներկան ու ապագան։ Մեզ պահել են որպես սփյուռք, բայց ոչ որպես սուբյեկտ։ Մեզ բանացրել են որպես հզոր տաղանդավոր նյութ, բայց մեզ երբեք չեն ընկալել, չեն ընդունել որպես որոշում կայացնող ազգ։
ու հիմա էլ արդեն 21-րդ դարում մեզ նույն ձևով են նայում։ Ուղղակի այսօր այդ նույն սցենարը մտել է իր ամենավտանգավոր փուլի մեջ, որովհետև հիմա էլ չի քննարկվում լավ ենք ապրում թե վատ, ունենք ներդրումներ ինչ-որ բանում թե չէ, հայազգը էս է ուզում թե այն, ու առհասարակ հայազգի կամքը, ցանկությունը, ապրումներն ու կարգավիճակը ոչ մեկի չի հուզում։ Հիմա քննարկվում է մենակ մի հարց՝ լինելու է հայկական պետություն ընդհանրապես, թե չէ։ Ժողովուրդ, այսօր Հայաստանը կանգնած է 3 ճանապարհի առաջ։ Առաջի ճանապարհը դա դանդաղ, անարյուն, իբր օրինականացված ու իբր հանուն խաղաղության լուծարումն է։ Սահմանների չակերտավոր բացումն է, սահմանի չակերտավոր ճշգրտում, սահմանազատում, սահմանադրության չակերտավոր թարմացում, բանակի չակերտավոր բարեփոխում, ազգային խորհրդանիշերի չակերտավոր թեթև փոփոխություն, բայց դա իրականում հողերի հանձնում, ազգային արժանապատվության ոտնահարում, ազգային ու պետական խորհրդանիշերի հանում ու հեռացում ու սահմանադրության հակահայկական ու ապազգային նոր տեքստի կիրառում։ Ու այս մեծագույն աղետը որոշ զանգվածին ներկայացնում են որպես պետականության պահպանում ու խաղաղություն։ Այդ նույնն է, ոնց որ քեզ տանեն կախելու, վճիռը քո աչքով տենաս, որ գրած է կախել։ Քո աչքով պարանը տենաս, դահիճին տենաս, մի խոսքով ամեն ինչ պարզ երևա, որ քեզ տանում են հանեն կախաղան։ Բայց հանգիստ լնես ու քեզ ապահով զգաս, ինչա թե քեզ կախաղան հանելու հրաման տվողը քեզ խաբել ասել է, որ դա կախաղան չի, այլ տանում են քեզ կոնֆետ տանք։ Այս ախր կուրություն ու դեբիլություն էլ չի, ես չգիտեմ ոնց է կոչվում։ Երևի ինչ-որ նոր աղանդ է, որտեղ բոլորը գիպնոզացած, կույր կամավոր գնում են կործանվելու, անունն էլ դնում են կոնֆետ ուտել, ու այս դեպքում խաղաղության։ Որ նայում ես կյանքի բոլոր ոլորտներում այսօր մեր մոտ նույն բառապաշարն է՝ բարեփոխում, արդիականացում, համագործակցություն, խաղաղություն ու նման լիքը լոլոներ։ Իսկ իրականում էսի մի հատ թուրքա-ադրբեջանական ծրագիր է, որը մեր պետությունը պատրաստում է վերջնական հանձնման։ Ու այսքանը չեն նկատում մենակ նրանք, ովքեր չգիտեն, որ ոչ մի հրեշավոր դավաճանություն ինքը իրան չի ներկայացնում որպես հրեշավոր դավաճանություն։ Ինքը միշտ գալիս է իր դեբիլ ժպիտով ու անգիրարած պուպուշ, ապուշ բառերով, ինչն էլ հիմա բոլորս տեսնում ականատես ենք ելնում, ու էսը առաջի ճանապարհը, որի առաջ բոլորս կանգնած ենք։ Երկրորդ ճանապարհը դա վերադառնալ նույն փակ, դեգրադացնող, գաղութային, կոռումպացված ռուսական ճահիճը, որտեղ արդեն եղել ենք։ Այնտեղ, որտեղ իշխանությունը կաշառքի մի հատ մեծ կոալիցիա է, որտեղ հայազգին վաճառում են Կրեմլի շահերի, ռուսական բազաների, գազի գնի ու զենքի մնացորդների դիմաց, որտեղ քեզ ասում են եղբայրական ժողովուրդ, բայց պատմության ամեն վճռորոշ պահերին քեզ գցում են մսաղացի մեջ, ու դա կլինի վերադարձ դեպի այն համակարգը, որը մեզ արդեն մի անգամ չի, որ տարել է դեպի պարտություն ու դեպի մեծ կորուստների մատակարարման գիծ։ Ուղղակի այս անգամ ուրիշ անուններով է դա լինելու, ուրիշ դեմքերով, մի քիչ ուրիշ լոզունգներով, բայց դե նույն կենտրոնով։ Ու երրորդ ճանապարհը, ազգային սուբյեկտության ճանապարհը, ոչ թե չակերտավոր պետության պահպանում ինչ-որ մեկի հովանու տակ, այլ նոր որակի պետություն, հայանպաստ, հայամետ, հայկական պետություն, մաքրված կեղծ սրբերից, մաքրված բոլոր կախվածություններից ու ազատված չակերտավոր փրկիչ խաղացող բոլոր խամաճիկներից։ Պետություն, որտեղ հայի միակ հովանավորն ու միակ տերը հենց հայազգն է իր իրական մտավորականներով, իր գիտնականներով, իր բանակով, զինվորներով, իր ազգայնական տղեկով, Աստծով ու իր ապագան որոշելու իր սեփական իրավունքով։ Այս 3 ճանապարհն է։ Ու այս ճանապարհները գրված չեն ինչ-որ պաշտոնական փաստաթղթերում, բայց հենց այս 3 ճանապարհի մեջից է ընտրվելու մեր իրականությունը։ Հիմա հարց,
Ինչի է Հայաստանը այս պահին պատմական խաչմերուկում, ոչ թե ասենք ուղղակի հերթական դժվար փուլում, որովհետև մեր պատմության մեջ հազվադեպ է լինում, երբ մի քանի շրջանների ու ոչ հայկական շահերի հաշիվները գալիս են վերջնական փակվելու արդյունք ստանալու համար հենց նույն պահի մեջ, հենց այս նույն ժամանակահատվածում։ Այսինքն այն բոլոր հարցերը, որոնք հային հուզում են, օրինակ Արցախի հարցը, ամեն ինչ անում են, որ վերջնական փակեն ու ոչ ի օգուտ հայի, այսինքն Արցախյան պատերազմների վճռական փուլը ուզում են փակեն ու ավարտեն նման կապիտուլյացիայով, որը մեզ միշտ կախված է պահելու բոլորից, բացի մեզանից։ Ու տենց հարցերը այս իրականության մեջ շատ են։ Հարևմտյան Հայաստանի վերջնական փակման ձգտումը, Կիլիկիայի անկման չփակված հարցի փակումը, ցեղասպանության չավարտած ծրագրի շարունակությունը, որ հասցնեն մինչև վերջ ու այդ թեման էլ փակեն, որ մենք էլ ոչ պահանջ ունենանք, ոչ էլ հիշողություն։ Խորհրդային այն կուս կենտրոնի միջոցով մեր պետականության կիսատ-պրատ ձևավորման պարտադրանքը, այս ամեն ինչի վերջնական մասը բոլորի եկել կուտակվել է մի կետի մեջ, Հայաստան 2026 իր ընտրություններով ու իր թեկնածուներով։ Հայր ջան, մի բան հաստատ իմացեք, որ բոլոր մեծ ուժերը, գերտերությունները, տարածաշրջանային խաղացողները չեն մտածում մեր զգացմունքների, մեր արժանապատվության, մեր պատմության ու մեր սրբությունների մասին։ Դրանք մենակ մտածում են քարտեզի վրա գծերի մասին, իսկ հայ ժողովրդին, այս մեր քնած ժողովրդին, դնելու են այդ գծերի տակ, ինչա մենք դրան լուր պետք է հետևենք։ Մենք պետք է տրվենք բամբասանքներին ու դատարկաբանությանն ու սպասենք տենանք ոնց ենք մնում այդ գծերի տակ։ Պետք է իրար փնովելով ու չաջակցելով, իրարից խռով ու իրար վրա շառանելով կործանվենք, լուրջ, այդ ավելի կարևոր է, հա։ Հայր ջան, ես ուզում եմ, որ մեր հետ կատարվողին գլոբալ նայենք։ Հիմա սեղանի վրա դրած է մի հարց. Հայաստանը դառնալու է իրական լիարժեք սուբյեկտ, թե վերջնականապես դառնալու է ուրիշների ծրագրերի մի հատ անցուղի, տրիպ, միջանցք, չգիտեմ ինչ։ Որովհետև եկեք ազնիվ ու անկեղծ խոսանք, էլի Արցախի կորուստը մենակ հողի կորուստ չէր։ Արցախի կորուստը փորձնական փուլ էր իրականում, նայում էին հայազգը կարթնանա, թե կշարունակի գերմարտկային տաղանդը վատնել փնփնթոցի վրդոված ստատուսների ու դատարկ վիճաբանությունների վրա։ Հիմա մեզ նայում են ոչ թե քարտեզով, այլ հոգեբանական պրոֆիլով։ Ասում են տենանք սրանք ունեն ներքին ողնաշար, թե չէ։ Եթե չունեն, հաջորդ փուլը արդեն Սյունիքն է, սահմանադրությունն է, սահմաններն են, խորհրդանիշերն են, ու այս սրա համար է էսի պատմական խաչմերուկ, ոչ թե հերթական դժվար փուլ, որովհետև հիմա որոշվում է, թե մենք ով ենք, պարտված, վախեցած, կույր ու դեբիլ ցեղ, թե իր արդարությունը վերականգնելու, իր ճիշտ դիրքին վերադառնալու ծրագիր ունեցող ազգ։ Ու այս խաչմերուկում կարա արդյոք ադեկվատ մարդու հույսը 2026-ի ընտրություններն ու դրա թեկնածուները լինեն։ Մի հատ նայեք, էլի քաղաքական դաշտ այսօր ինչ է։ Մի կողմում ներկա իշխանությունն է, որը իր ներքին էությամբ մեղմ ասած, շատ մեղմ ասած, անտարբեր է հայկական սրբությունների նկատմամբ ու ոտով գլխով մտել է իր պաշտոնը պահելու ռեժիմի մեջ։ Ու պաշտոնը պահումը հայի ամեն մի սրբության հաշվին, կլինի ազգային սրբություն, կրոնական սրբություն, թե պետական, ամեն ինչ տարորելով իր պաշտոնն է պահում։ Իսկ մյուս կողմում էլ նախկինների ճամբարն է, որը իր ամբողջ կենսագրությամբ ապացուցել է, որ Հայաստանի անվտանգության, Հայաստանի ապագայի ու հայ երիտասարդության ճակատագրի մասին ինքը մտածել չի կարում, որովհետև կախված է արտաքին կենտրոններից, մասնավորապես Ռուսաստանից։ Ու կա սրանց այդ միաձուլված ընտրություններից հրաժարված լույսի բանակ, որը ոչ թե մենակ դարեր, այլ հազարամյակներ անց պատրաստ է իր ծրագրերով ու վճռականությամբ ու անգամ եթե պետք լինի կյանքի գնով վերադարձնի հային ու Հայաստանին իր երբևէ ունեցած փառքը, ամենաբարձր դիրքը աշխարհում ու բարեկեցության, ազատության ու իրական անկախության հավիտենական ֆորմուլան։ Ու դրա համար է, որ այս ներկա ու նախկին կոչված իբր տարբեր բևեռները փորձում են ժողովրդին համոզել, թե այլ ընտրանք չկա,
Ներկան էլ նախկինն էլ մենակ մի ձևով են իրենց զանգվածներին գիպնոզացնում, մեկը մյուսին է մեջ բերում, ասում է կամ մենք կամ էլ նրանք։ Իա լուրջ։ Ու հենց սրանք են, որ ձեզ հանձնել են ընտրության, որը իրական ընտրություն չի, ձեզ ստիպում են ընտրել, թե որ ոճով եք ուզում կորցնեք Հայաստանը, քաղաքացիական պատերազմի, քաղաքագիտական մանիպուլյացիայի, թե արտաքին կախվածության հերթական փուլի միջոցով։ Հայր ջան, կա մի շատ դաժան, բայց ազնիվ, անկեղծ ու անհերքելի ճշմարտություն։ Հայկական խնդիրները երբեք չեն լուծվելու նրանց ձեռով, ովքեր էլ հենց ստեղծել են այդ հայկական խնդիրները։ Ձեր հույսը չպետք է լինի ոչ ներկա, ոչ էլ նախկին իշխանությունները, որովհետև չի կարա այն համակարգը, որը կառուցվել է կոռուպցիայի, հլու հնազանդ գաղութային մտքի վրա, բերի ազգային վերածնունդ։ Չի կարա այն քաղաքական դասը, որը տարիներով օտար շահերի սպասարկու է եղել, հանկարծ միամիտ հիշի, որ ունի հայկական հոգի։ Եթե դու 30 տարի մարդկանց սովորացրել ես վաճառել, լռել, վախենալ, կաշառել, դու չես կարա նրանց առաջնորդես դեպի ազգային վերածնունդ։ Դուք առավելագույնը կարաք ժողովրդին առաջնորդեք դեպի հերթական պուպուշ խոստումներ, դատարկ, համերգային հանրահավաքներ, ձեր անձնական ամբիցիաների վրա հիմնված ու վատ բեմականացված բանավեճեր, որոնք բացարձակ ոչ մի օգուտ չեն տալի ոչ ազգին, ոչ էլ երկրին։ Ու տենց կարաք ժողովրդին տանեք դեպի հերթական աղետի եզր։ Ուրիշ ինչ կարաք անեք դուք այս ժողովրդի կամ երկրի համար։ Կարողացող ելնեիք ձեր իշխանության ժամանակ կանեիք, էլի։ Կամ էսի կարողացող ելներ հիմա կաներ, էլի։ Ժողովուրդ, սրանց վրա է ձեր հույսը։ Նորից եք ուզում նույն տակառի մոտ մնաք։ Դրա համար հիմա ուզում եմ մի հատ հստակ բան ասեմ։ Հայաստանի այս պատմական խաչմերուկը, որի առաջ հիմա կանգնած ենք, մենակ աշխարհաքաղաքական հարց չի։ Սա նախ եւ առաջ հոգեվոր ու մտավոր խաչմերուկ է։ Ոստեղ կա երկու տեսակի հայ, մեկը ինստինկտով, բնազդով գոյատևող, այն որ մենակ ուտելունն ու զուգարան ունենա հերիքա։ Նու ամեու բաներ էլի։ Դրանք մենակ ազգությամբ են հայ, բայց հաստատ ոչ էությամբ։ Ու մեկ էլ մյուս տեսակը, ով էությամբ է հայ, ով ապրում է գիտակցված, ով գիտի ազգ ու պետություն բառերի նշանակությունը, ով գիտի բանակի ու ազգի միասնականության կարևորությունը, ով գիտի ինչ է նշանակում պատասխանատվություն, արժանապատվություն, ինքնասիրություն, պահանջատիրություն ու հայրենիք։ Առաջի տեսակը ուզում է ամեն գնով անգամ իր արժանապատվության ու ինքնասիրության կորստի, խուսափի պատերազմից, իրան էշի տեղ դնողներին փառաբանելու հաշվին չհոգնի քաղաքականությունից, սիրի այդ քաղաքականությունը, ուզում է որ բոլորը իր նման ամեոբալն են, որ ինքը չվիճի ոչ մեկի հետ, շատ չմտածի, որ գլուխը չցավա, ուղեղ չունի, չէ։ Ու այս հայ կոչված ամեոբան միշտ պատրաստ է զիջումների, միշտ պատրաստ է մի բան տվող ստորագրությունների, միշտ պատրաստ է ընդունի ամեն ինչ, մենակ թե իրան հանգիստ թողեն։ Իսկ երկրորդ տեսակը թվով քանակությամբ քիչ է, բայց իրական հայն է։ Ու ինքը հասկանում է, որ պատերազմը միշտ նախ սկսվում է մարդու գլխում, ինքը իր հետ ու այդ հաղթանակից հետո ինքը այլ տեղերում այլևս պարտվելու ձև չունի։ Այդ հայը գիտի, որ խաղաղությունը նախ սերմանվում է մարդու մեջ, հիմնվելով իր ազգային ու պետական շահերը պաշտպանող հիմքերի վրա, ոչ թե ստորացնող ու նսեմացնող։ Ու իրական հայը գիտի պետականությունը նախ կառուցվում է մարդու ողնաշարի մեջ, ոչ թե թշնամու պարտադրանքով փոխված սահմանադրության։ Ու իրականում երևի մեր խաչմերուկը հենց այս երկու հայի մեջ է, այսինքն պետքա որոշվի, թե որ մեկն է լինելու գերակշիռ, ստրկամիտ հարմարվողը, որին մենակ իր կերն է հետաքրքրում, թե սթափ ու արժանապատիվ մտածողը, ով չի վախում պատասխանատվություն վերցնելուց ու կարա դիտորդի կարգավիճակից դուրս գա ու դառնա մտքի, արժե համակարգի ու հայակործան քաղաքականության հեղափոխողներից մեկը։ Հույս ունեմ, որ երկրորդը, հակառակ դեպքում չկա այլևս ոչ հայ, ոչ Հայաստան։ Ու նայեք այդ առաջի տեսակը ինչին է խափնված։ Դրանց փորձում են համոզել, այսինքն ինչ փորձում են, արդեն համոզել են,
որ իրանք այլընտրանք չունեն, որ ուզեն, չուզեն, պետք է ընտրեն փոքր չարիքը։ Այսինքն համոզել են, որ բարիք ընտրելու հնարավորություն չունեն։ Այսինքն, որ չեն կարա ընտրեն լույսի բանակը, պետք է մենակ չարիքների ու խավարի մեջ ընտրեն փոքրագույնը։ Ու սրանք մերվել են, որ իրանք արժանի չեն բարիքի։ Իրանք տուպը պետք է միշտ չարիքների մեջ փոքրագույնը ընտրեն։ Ու այդ չարիքների մեջ փոքրագույն ընտրելը իրանց համար խելքի նշան է։ Ու իրար փնովում ու հակառակորդ են դառնում ոչ թե նրա համար, որ մեկը բարիք է ընտրում, մեկը չարիք, այլ մեկը մեծ չարիքը, մեկը փոքր չարիքը։ Ու փոքր չարիք ընտրողն է, որ իրանց մեջ կարողն է, էլի իբր խելացին է։ Դրա համար էլ հենց մեր անունը լսում են կամ չլսելու են տալի, կամ իբր չեն ճանաչում, կամ էլ սկսում են ավել պակաս հաչել, որովհետև իրանց ուղեղը չի կարում ընդունի, որ իրանց համար կարա ոչ թե մենակ մեծ ու փոքր վատն լինի, այլ կարա ուղղակի լավն լինի, բարիքն լինի։ Իրանք սովոր չեն բարիքի, իրանք սովոր են չարիքի, բայց չարիքների մեջ ընտրող ազգը անգամ եթե միշտ իբր փոքրն է ընտրում, ինքը մեկը վերջում միշտ ստանում է մեծ աղետ։ Նայեք ինչ են սրանք փորձում համոզել, քարոզում ու համոզում են, որ Հայաստանը փոքր է, թույլ է, առանց ռեսուրսների է, զենք չունի, կռվող չունի եւ այլն, բայց ժողովուրդ Հայաստանի ամենամեծ ռեսուրսը երբեք չեն եղել հանքեր, գազի խողովակներ, ոսկի, նավթ կամ բյուջեն։ Մեր ամենամեծ ռեսուրսը միշտ եղել է մեր ոգին, մեր միտքը, մեր միասնականությունն ու մեր վերականգնվելու ունակությունը։ Եթե այս 4 ռեսուրսները սպանված են, ուրեմն ոչ մենք ինքներս մեզ կփրկենք, ոչ էլ առավել եւս ինչ որ արտաքին ուժ կամ դաշնակից, եթե իհարկե այս կարգավիճակով դաշնակից էլ ունենանք, էլի։ Իսկ եթե այս 4 ռեսուրսները գործեն, ապա հաստատ իմացեք, որ ոչ մի գերտերություն չի կարա մեզ իր պլանավորածով վերջնականապես ջնջի։ Ինչի եմ ասում իր պլանավորածով, որովհետև հենց հիմա այս օրերին ամեն սեղանի շուրջ, ամեն պետական կաբինետում, ամեն միջազգային բանակցության մեջ քննարկվում է ոչ թե Հայաստանին ոնց օգնենք, այլ Հայաստանը ոնց տեղավորենք մեր այս մեծ խաղի մեջ, որովհետև այսօր Հայաստանը այդ սեղանների շուրջ չի մասնակցում որպես սուբյեկտ, այլ մեզ այդ սեղաններին տեղավորում են որպես օբյեկտ։ Եթե մենք չենք գնում այդ սեղանների շուրջ նստելու որպես կողմ, մեզ դնում են այդ սեղանի վրա որպես նյութ։ Ու այդ է պատճառը, որ լույսի բանակը չի դարել ինչ-որ հերթական կուսակցություն, 2026-ի շարքային կամազուրկ թեկնածու կամ էլ հերթական օնլայն քվեարկությունների վարչապետ, որտեվ դրանք չեն, որ կարան հանեն Հայաստանը այս իրավիճակից, այլ ազգային նոր միտքը, ինչի էլ վերածվել է լույսի բանակը իր վերածննդի շարժումով, միտք, որը չի վաճառում իր մարդկանց, որը օնլայն ինքնահաստատվելու կարիք չունի, որը բոլոր տեսակի մրցակցություններից դուրս է ու չի վախում հակառակորդ ունենալուց, չի կռվում պատգամավորական ամբիոնի համար, այլ կռվում է քաղաքակրթական իրավունքների համար, կռվում է հարգանքի, պատվի, արժանապատվության ու Հայաստանի դիրքի համար աշխարհում, կռվում է հայ ազգի կրթության, հզորության ու բարեկեցության համար։ Ու ով հասկանա, ով չհասկանա, բայց իրականությունը մեկն է։ Մենք այսօր ապրում ենք Հայաստանի ապագայի համար մղվող լուր պատերազմի մեջ, ու այս պատերազմը հրետանու ձեներ չունի, այլ ունի հեռախոսային զանգեր, դեսպանատների հրահանգներ, մեդիայի դրած օրակարգեր, սրաները ջրաղացին ջուր լցնող բլոգերներ, վերլուծաբաններ ու այդ ջրաղացից օգտվող փորձագետների անverջ փրփռոտ ելույթներ։ Ու իմ ազգ, եթե դու չես հասկանում, թե ինչ խաղ է գնում, դու արդեն պարտված ես այդ խաղում։ Հիմա մեզ փորձում են պահել անտեղյակ, հոգնած, հիասթափված վիճակում, որ ազգային վերածննդի գաղափարը չդառնա զանգվածային, որովհետև հենց որ հայ ժողովուրդը ձևակերպի իր մտքում մի հատ պարզ բան, որ այո, մենք կարանք լույսի բանակի հետ կառուցենք այլ Հայաստան, առանց այս ներկա ու նախկին դեմքերի ու առանց հին կախվածությունների, այդ օրը խաղավարը կփոխվի։ Այդ օրվանից ձեզանից յուրաքանչյուրը ոչ թե մենակ կհասկանա, այլ կզգա, որ հենց ինքն է պետությունը,
որ հենց ինքն է իր ապագայի որոշողն ու ներկայի կառուցողը ու նորից եմ ասում, որ դուք ուղղակի չեք պատկերացնում, թե սրանք բոլորը ոնց են սարսափում իմ ու իմ ազգի միասնությունից։ Հուսամ այդ միասնությունը կլինի ու դուք ձեր աչքով կտենաք, որ անգամ առանց որևէ քայլ անելու սրանց վախը այնքան մեծ է, որ սրանք արդեն պատրաստ կլինեն հանձնվեն։ Ու հիմա ամենակարևոր կետը նորից գամ նրան, թե ինչի եմ ասում, որ Հայաստանը պատմական խաչմերուկում է, որովհետև այս առաջի անգամը չի, որ մենք կանգնել ենք նման կետի առաջ, բայց այս կարող լինի վերջի անգամը, երբ մեր ձեռքում դեռ կա որոշում կայացնելու հնարավորություն, որոշում միանալու վերածննդի շարժմանը։ Եթե հիմա մենք չօգտվենք այդ հնարավորությունից, վաղը որոշումները կայացվելու են առանց մեզ, մեր անունից, մեր գլխի վրա, մեր հողի վրա, մեր տներում։ Ու ամենավատն է, որ ինչպես միշտ պարտադիր կգտնվեն հայերեն խոսացող, հայերեն գրող, հայկական ազգանուններով ու հայերեն երթվող գործիչներ, որոնք այդ ամեն ինչը կներկայացնեն որպես պետական մտածողություն, խաղաղասիրություն, հեռատեսություն, ու դա բնականաբար կլինեն նաև փաստացի կործանումը չնկատող, չհասկացող, չզգացող ու էշեշ նման գործիչների խոսքին կուրորեն հավատացողներ։ Ու դրա համար հիմա այն երկրորդ տեսակի հայեր ջան, իմ ազգ, Հայաստանի ճակատագիրը չի որոշվելու Facebook-ում, չի որոշվելու սթորիներով, չի որոշվելու անձնական վիրավորանքներով։ Հայաստանի ճակատագիրը որոշվելու է այն պահին, երբ ամեն մեկս մեր մեջ լուր առանց թատերականության պատասխանենք մի հարցի։ Մենք մեր մեջ ինքներս մեզ պատրաստ եմ ես իմ կյանքի ուղղությունը փոխելու, որ փոխվի իմ երկրի ուղղությունը։ Ու ոչ թե մենակ լայքերով, ոչ թե մենակ մեկնաբանություններում գովալով, ոչ թե նայելով ու հուզվելով, այլ աստիճան առ աստիճան մտնելով ազգային վերածննդի գործի մեջ, այսինքն միանալով վերածննդի շարժմանը ու դառնալով դրա նվիրյալ ու հավատարիմ մասնակից։ Հայր ջան, ոչ մի հեղափոխություն չի լինում էկրանների առաջ նստած, ոչ մի վերածնունդ չի գալի հիասթափված քֆուրներ տալով կամ էլ այդ քֆուրները լսելով։ Վերածնունդը գալիս է այն պահից, երբ մարդը ինքը իրան ասում է հերիք է կողքից նայեմ, հերիք է դիտորդ լնեմ, այս պայքարը իմն է, իմ համար է ու ես եմ ելնելու այդ փոփոխությունն ու հեղափոխությունը իրականացնողներից մեկը, որտեվ ես եմ ազգը, ես եմ հայը, ես այն եմ, ով ամեո բաչի ու մուշկու միտքը մենակ ուտելն է։ Այդ ժամանակ իմացեք, որ մի մարդով արդեն մոտ կլնենք 70,000-ին։ Իսկ ինչքան մոտ ենք 70,000 մարդու, այնքան բոլոր հակահայ ուժերը պարտված են։ Ու այդ առնվազն 70,000-ը ինքը իրան ու ինչ-որ անհասկանալի տեղից չի հայտնվում։ Այդ 70,000-ը լրանալու է հենց քեզանով, ձեզանից յուրաքանչյուրով։ Հենց որ եթե դուք չկաք, ապա այդ 70,000-ն էլ չկա։ Իսկ եթե այդ 70,000-ը չկա, ուրեմն Հայաստան էլ չկա։ Այն որ զուտ ձեր անմասնակից լինելով վերածննդի շարժմանը, մի դառեք Հայաստանի կործանման մասնակիցն ու դիտորդը։ Պարզից պարզ իրականություն։ Ու պատմության այս խաչմերուկում մենք չենք ընտրում իշխանություն, մենք ընտրում ենք ազգ ենք թե մնացորդ։ Այդ դա պետք է ընտրենք, ոչ թե եսին որ թեկնածուին։ Ու եթե ձեզանից յուրաքանչյուրը ինքներդ ձեր համար արդեն ունեք պատասխան, որ դուք ոչ թե ընտրություններում քվյաթերթիկ լրացնող եք, այլ վերածննդի շարժման մի մաս, ուրեմն իմացեք, որ մնացած ամեն ինչը տեխնիկայի հարց է, էդ էլ մեր վրա։ Ձեզանից ներկայություն, մեզանից հեղափոխություն ու գլոբալ բարեփոխումներ։ Այս է իմ պատասխանը, ու ես իմ պատասխանն արդեն ունեմ։ Հիմա հերթը ձեզանից յուրաքանչյուրինն է։ Ու վերջում երկու բան եմ ուզում ասեմ։ Ուզում եմ տեղեկացնել, որ սրանից հետո ամեն կիրակի երեկոյան ժամը 22:00 ես աշխատելու եմ լինել այս իմ YouTube-յան ալիքի ուղիղ եթերում, որ բոլորիդ հետ հնարավորություն լինի on-line շփվելու ու բոլորիդ հուզող հարցերին պատասխանելու։ Բայց կարան լինեն նաև արտահերթ ուղիղ եթերներ ու որ բաց չթողեք, դրա համար էլ բաժանորդագրվեք իմ Telegram ալիքին, որտեղ ես մի քանի ժամ առաջվանից կգրեմ, կտեղեկացնեմ, որ եթերա լինելու ու բաց չթողեք։
Ու ընդհանուր էլ ժողովուրդ առօրյա շփման համար բաժանորդագրվեք Telegram-ի ալիքին, որովհետև ահագին բան կա, որ տես ծավալուն չի, որ դառնա տեսանյութ ու տեղադրվի YouTube-ում, կարճ գրառման կամ ձայնայինի տեսքով անում եմ Telegram ալիքում։ Ու մի բան էլ տեղեկացնեմ, որ YouTube-յան ուղիղ եթերների ժամանակ հարց կամ առհասարակ մեկնաբանություն կարան գրեն մենակ այն մարդիկ, ովքեր ալիքին բաժանորդագրված են, ու մյուս տեսանյութերն էլ նույն կերպ կարգավորած, որպեսզի ավելորդ թուրքը ադրբեջանական աղբից զերծ մնանք, նենց որ մեկնաբանություն հարց գրելու համար, թե ուղիղ եթերում, թե sense տեսանյութերի տակ բաժանորդագրված լինելը անպայման է։ Ու ես գիտեմ, որ շատերն են միշտ շփոթում, դրա համար շեշտեմ էլի, որ ոչ թե մենակ YouTube-ին բաժանորդագրվեք, սա YouTube-ն է, այլ նաև Telegram-ի ալիքին, որը Instagram-ը չի, Facebook-ը չի, այլ Telegram-ն է։ Մեկ էլ վերջում հայր ջան, խնդրեմ բոլորիդ հնարավորինս ակտիվ լինեք դրամահավաքին, ոնց գիտեք միահամուռ ուժերով վերականգնեցինք մեծամորում վանդալիզմի ենթարկված Հիսուսի արձանը ու եւս մեկ անգամ մեծ շնորհակալություն բոլորին, ովքեր իրենց ներդրումն ունեցան այդ գործում, առանց ձեզ հայր ջան այդ վերականգնումը ուղղակի չէր իրականանա, բայց հիմա անհրաժեշտ է նաեւ հերթական վանդալիզմից խուսափելու համար որոշ աշխատանքներ էլ իրականացնել, պետք է այդ արձանը պաշտպանել, եթե արձանը կանգնած է, բայց պաշտպանված չի, ուրեմն մեր գործը կիսատ է։ Հայր ջան, եկեք կպնենք ու արագ ավարտին հասցնենք այն, ինչը միասին սկսել ենք։ Ես համարում եմ, որ արձանի վերականգնելը իրոք հաղթանակ էր, բայց արձանի անվտանգությունը ապահովելը արդեն պարտք է։ Դա էլ միասին անենք, որ ամեն մի սրբապիղծի ձեռք չհասնի այդ արձանին։ Եթե այսօր միասին չամրացնենք, վաղը նորից պետք է փորձենք վերականգնել։ Հիմա այս պահին փառք Աստծո բոլորիս միասնական ջանքերով արձանը վերականգնված է։ Եկեք այդ նույն եռանդով ու համախմբումով ապահովենք նաև նրա անվտանգությունը։ Հաշվի համարները կա, բոլորը տեսնում եք, ինչքան արագ կազմակերպվի այդ ամեն ինչը, այնքան լավ։ Եթե հասցնենք մինչև նոր տարի, ապա ընտիր կլինի։ Նախորդ տեսանյութում ասել եմ, ովքեր չեն տեսել, հիմա եւս տեղեկացնեմ։ Մենք մի քանի հոգով 400,000 դրամի չափով արդեն ներդրել ենք այդ անվտանգությունը ապահովող գործընթացի մեջ, բայց մի երկու այդքան էլ պետք է։ Գումարը ընդհանուր միլիոնից ավել է ու դրա համար կխնդրեմ մաքսիմալ ակտիվ ու բոլորդ դառնաք մասնակիցը այս դրամահավաքի ու այս գործը առաջ տանելու։ Այսօրվա համար այսքանը, հայր ջան, լավ մնաք ու Աստված օրհնի բոլոր իրական հայերին բարձր սիրով ու ճշմարտությամբ։ Սիրելի հայրենակիցներ, հետևեք մեզ հետևյալ հարթակներում՝ Telegram, Լույսի բանակի պաշտոնական եւ Կարեն Արայանի անձնական ալիքներին, YouTube, Լույսի բանակի լրատվական եւ Կարեն Արայանի պաշտոնական ալիքներին, Լույսի բանակի գործունեությանը, Սիրուս ջոկատներին եւ վերածննդի շարժմանը ֆինանսապես աջակցելու համար Իդրամ, ID Bank, Ineco Bank, Sberbank եւ PayPal։ Շնորհակալ ենք բոլոր մեր գաղափարակիցներին եւ աջակիցներին։ Բարձրյալ նորմի յուրաքանչյուրիդ։